Թուրքիայում դպրոցի վրա կրկին զինված հարձակում է տեղի ունեցել, կա 4 զոհ և բազմաթիվ վիրավորներ, հարձակվողը սպանվել է։ Խորհրդարանական ընտրությունների մասնակցության առաջին հայտը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փաստաթղթերը ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել ազալ ինքնաթիռի կործանման հարցում, Մոսկվան փոխհատուցում կվճարի Բաքվին։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, քան երբևէ, ասել է վարչապետ Փաշինյանը։ Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը, որը փաստաբանների ցանկությամբ չի հեռարձակվի և չի տեսանկարահանվի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացել է Չինաստանի համար և որ նրանք շատ ուրախ են։ Իրանը սկսել է վերականգնել ստորգետնյա հրթիռային պահեստարանների մուտքերը, որ փլուզվել էին ամերիկա-իսրայելական ավիահարվածների հետևանքով։